Մեղադրում եք ամեն ինչի մեջ ինչ հնարավոր է, կոռուպցիայից սկսած, վատ կառավարումով վերջացրած, եւ ձեր բոլոր քննադատությունները վերջում եւ գործողությունները մի հետաքրքիր տեղ են հանգեցնում, հա, օրինակ սկսում եք խոսալ ծառերի հատումից, ասում եք ինչ եք ծառերը հատում, ասում եք դե Ժորժ ջան, որովհետեւ վթարված են, վտանգավոր են, պետքա փոխարենը ժամանակն ա եղել, ասում են մի արեք։ Հետո քամի ա լինում, ծառն ընկնում է, ասում են ես ծառը խիչ էի կտրել, քամի եղավ ընկավ մարդու գլխին։ Այսինքն դուք ինքներդ ձեր քննադատությանը հակասող քննադատություն եք անում։ Նախորդ նիստին մի թաթեք մի հատ լրություն, հաջորդ նախորդ նիստին նախագիծ ենք բերել փոշեկուլ մեքենաների հետ կապված, չեք գալի քվեարկում, հետո հաջորդ մի քանի օր հետո վեր եք գնում, ասում եք քաղաքում էս ինչ փոշ է, Ժորժ ջան, էս փոշին ինչի չեք մաքրել։ Այսինքն դուք ձեր ասածներին հավատում լուրջ եք ընդունում։ Հաջորդը տրանսպորտի հավաքագրումներից եք խոսում, ավականու որոշում կա, որ սակագին է սահմանել, ինքներդ ավականու որոշման դեմ գործողություն եք անում, որպեսզի այդ հավաքագրումը քիչ լինի, հետո գալիս տեղ ասում եք հավաքագրումը քիչ է, այլ բան է, որ ձեր բոյկոտը ընդամենը մի ամսվա արդյունք տվեց, եւ եթե այդքան դուք վստահ եք, որ մարդիկ բոյկոտում են, ինչ եք դուք հիմա այս դահլիճում եւ ոչ թե բոյկոտում, եթե այդքան վստահ եք, նորից սկսեք ձեր բոյկոտը անել, տեսնենք մարդիկ ձեզ ոնց կվերաբերվեն առհասարակ, եթե դուք այսքանից հետո դուք առհասարակ ավտոբուս մտնում եք, ինձ հետաքրքիր է, թե այդ օրերին տենց արեցիք, հիմա գնացիք ձեր մեքենաների մեջ երթևեկում եք։ Երբ որ մեզ մեղադրում եք կոռուպցիայի մեջ, Ժորժ ջան, ինչքան էլ դուք ու նախկիններից եք սկսում արդեն դուք խոսալ, տարօրինակ է, այլ ինչքան էլ չուզեք կապվել, մեկը բոլորը ֆիքսել են, որ դուք կապ ունեք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Հիմա անունը փոխել եք, Հայաստանը դրել եք Մայր Հայաստան, դրանից ոչ մի բան չի փոխվել, դες հավատացնում եմ, էլի։ Գոնե ֆայմի եք մի քիչ ուրիշ անուն մտածեիք։ Եվ երբ որ մեզ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, եկեք մի հատ համեմատենք մեր հայտարարագրերը ու ձեր հայտարարագրերը, հասկանանք ով ինչ ունեցվածք ունի, ու հասկանանք դրա ծագման աղբյուրը։ Մենք 24 հոգով ինչքան գույք ու ֆինանսական միջոց ունենք, ու դուք ինչքան ունեք։ Եկեք մի հատ ձեր բոլորի մասին եմ խոսում, ամենական չէ, եկեք մի հատ հասկանանք, հետո հասկանանք այդ գումարները որտեղից, այդ գույքերը որտեղից, այդ մեքենաները որտեղից, մեքենայի դեպքի հետ կապված եք խոսում։ Մեքենայի դեպքի հետ կապված եք խոսում։ Խնդրում եմ իմ ժամանակը պահեք եւ մեքենայի դեպքի հետ կապված ասում եք ոչ մեկ չի պատժվում, այն դեպքում երբ որ մարդը կալանավորվել, կալանավորվում է, ասում եք այդ մարդը դրա հետ կապ չունի, եթե գիտեք որ այդ մարդը դրա հետ կապ չունի, հետեւաբար գիտեք ով կապ ունի, բայց եթե գիտեք ասեք, գնացեք իր ապա մարմիններին ու ասեք, էս մարդն է, այս մարդը չի։ Եթե չգիտեք, ուրեմն անհարկի մի մեղադրեք, ֆրակցիան էլ իր քաղաքական դիրքորոշումը հայտարարել է դեպքի հետ կապված եւ մարդը կալանավորվել, երբ որ հիշում եք Նիկոլ Փաշինյանի ավտոյի պատմությունը, ուզում հասկանամ այնտեղ ինչ որ մեկը պատժվեց վերջի վերջո, թե չէ, այդ տեքստերն էլ որ այդ տեքստերն էլ որ գրում տալիս են որ կարդաք, գոնե մի քանի անգամ վարժ կարդացեք, որ հետո ստեղ ասելուց մի քիչ իրական տպավորություն թողի, էլի, ստեղից արդեն տենց հերրակա բանավեճեր եք սկսում, չգիտեմ, падգամավորների հետ, հասկանալի է, որ 26 թվականին եք պատրաստում, նորմալ է, բայց այս ավականին իր հստակ օրակարգն ունի եւ ես կարծում եմ, որ մենք պետքա երևանցիների հարցերի մասին խոսենք եւ ոչ թե մեկը գանք ստեղ ես մեկից խոսամ, մեկը ինձնից խոսա, մյուսը մյուսից խոսա։ Այս դահլիճը դրա համար չի, ժողովուրդ ջան, այս դահլիճը քաղաքացիների համար է։ Ու այդ մանկապարտեզներից որ այդքան խոսում եք, ձեր սիրելի Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին քանի մանկապարտեզ է հիմնանորոգվել, քանի նոր մանկապարտեզ է կառուցվել, քանի մանկապարտեզ է օտարվել։ Էդ էլ խնդրում եմ այդ ստատիստիկան մի հատ կհանեք ու հաջորդ նիստին մի հատ հասկանանք այդ ստատիստիկան ու հիմիկվա ստատիստիկան ինչքանով է իրար հետ բռնում վիճակագրություն հայերեն ասեմ։ Շնորհակալություն։